Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարյանն եմ, նախընտրական պաշտոնական քարոզարշավի շրջանակում, այսօր իմ վերջին հյուրն է քարոզարշավի շրջանակում, Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար վարչապետի թեկնածու Էդմոն Մարուկյանը։ Պարոն Մարուկյան, մինչ զրույցը սկսելը ուղղակի հիշեցնեմ, որ 30 րոպե ունենք ժամանակ, 2 րոպե առաջ մոտավորապես ես նշմար կտամ, որ ժամանակը մոտենում է ավարտին եւ եթե մինչեւ 30-րդ րոպեն միտքը ավարտած չլինեք, ստիպված կլինեմ ձեզ ընդհատել, կանխավ ներողություն եմ խնդրում դրա համար։ Ուրեմն, գնացինք։ Նախընտրական ծրագիրը Լուսավոր Հայաստանի կուսակցության, ես իհարկե այդպես մանրամասն չեմ կարող բոլորինը ուսումնասիրել, բայց հաշվի առնելով նաև վերջին շրջանի իրադարձությունները եւ ամենակննարկվող թեմաներից մեկը դա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն կամ չփոփոխությունն է։ Ինչ եք անելու դուք, եթե գաք իշխանության հունիսի 8-ին։ Մենք շատ անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, մենք գիտենք, որ մենք հունիսի 8-ին ոչ թե իշխանության կարող ենք գալ, այլ մենք պարլամենտում ենք լինելու։ Դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ պարլամենտում լինելով, եթե որևէ ուժ չի հավաքում կայուն մեծամասնություն է կամ բացարձակ իշխանություն չի ունենում, ինչը նույնն է, ձևավորվելու է բազմակուսակցական կառավարություն։ Բազմակուսակցական կառավարության լավն այն է, որ բոլորի մոտեցումները կարող են հաշվի առնվել եւ Հայաստանի Հանրապետության լավագույն շահերը կարող են այդ ձևով պաշտպանվել։ Ոչ թե կոնկրետ մի ուժի մի ուղղություն սպասարկվի կամ մեկ այլ ուժի մեկ այլ ուղղություն սպասարկվի, այլ բազմաթիվ ուժեր իրենց մոտեցումներով հանդես են գալիս եւ այդ մոտեցումները կմոտարկվեն կոմպրոմիսային վարչապետի ընտրության համատեքստում։ Մեր մոտեցումն առանձին վերցրած, որ ես ձեզ ասեմ, մենք ժողովրդին ասում ենք, որ Հայաստանը պետք է դառնա եվրոպական մոդելի պետություն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք ակնհայտորեն գիտենք, որ որտեղ ինքներս Բրյուսելից ենք գալիս։ Մենք գիտենք, որ Բրյուսելում դուր չկա մեզ համար բաց, հետեւաբար գալ ժողովրդին ասել, որ Բրյուսելում դուրը բաց է։ Մեզ սպասում են, դա մարդկանց խաբել կլինի։ Մենք ասում ենք Բրյուսելում դուրը բաց չի, բայց Բրյուսելի Եվրոմիության բոլոր չափանիշները կյանքի որակը մարդկանց լավացնելու Հայաստանում մեր համար հասանելի է, եթե մենք կատարենք համապատասխան ռեֆորմները։ Հիմա մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին բոլոր ռեֆորմները, բարեփոխումները տապալվել են։ Մենք ինչ ենք ասում ժողովրդին, ասում Ժողովուրդ ջան, ով որ ձեզ ասում է, որ Հայաստանը տանելու եմ Եվրոպա, Շվեդիայի կողքն եմ դնելու, դա սուտ է։ Բայց մենք ձեզ ասում ենք Եվրոպան բերելու ենք Հայաստան, այսինքն եվրոպական չափանիշները բերելու ենք Հայաստան։ Դուք եվրոպական չափանիշի կրթություն եք ունենալու։ Դուք եվրոպական չափանիշի առողջապահություն եք ունենալու։ Դուք եվրոպական չափանիշի հանրային տրանսպորտ եք ունենալու, չեք նվաստանալու հանրային տրանսպորտում։ Դուք եվրոպական չափանիշի վիզայի ազատականացում եք ունենալու ավելի արագ, քան որևէ քաղաքական ուժ ձեզ խոսք է տալիս, եւ չեք գնալու այդ վիզա կենտրոններում, բաներում նվաստանալ։ Եվ նաև անվտանգային մեր համակարգի վերաբերյալ մեր բոլոր չափանիշները պետք է վերանայվեն։ Եվ հետեւաբար մենք նաև ասում ենք, որ հարևանությունը մեր, տարածաշրջանի երկրների հետ, մենք պետք է ունենանք հնարավորինս լավ հարաբերություններ, չմտնել աշխարհաքաղաքական դիմակայությունների մեջ, դառնալ, ասենք, տարածաշրջանում որևէ մեկի աչքի գրողը։ Տեսեք, հիմա շատ է քարզում, որ մենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ պետք է լավ լինենք բանման, բայց դրա արանքում մոռացության ենք տալի, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետություն ունենք, որ պետք է անպայման լավ լինենք իրենց հետ, հարաբերությունները լավ լինեն։ Մենք ունենք Ռուսաստանի Դաշնություն, որից առևտրի իմաստով կախվածություն ունենք։ Մենք ունենք տարածաշրջանի ոչ տարածաշրջանում գտնվող այլ պետություններ, որոնց հետ էլի պետք է հարաբերությունները լավը լինեն։ Դրա համար ենք ասում, որ չմտնել որևէ աշխարհաքաղաքական դիմակայության մեջ Հայաստանը չդարձնել այդ process-ների որևէ կողմից խաղացող, որովհետև պատմությունը մեզ ցույց է տվել, երբ որ մենք որևէ կողմում խաղացել ենք, մենք այդտեղ կորուստներ ենք ունեցել։ Մեզ չի կարելի դա անել։ Այստեղ լավն այն է, որ տեսեք, բազմաթիվ ուժեր կան։ Մեկը ասում է, մենք էս ենք անելու, մյուսն ասում է, մենք այն ենք անելու։ Խորհրդարան անցնելուց հետո անցողիկ ուժերի հետ պետք է նստել խոսել եւ գալ ընդհանուր մի ծրագրի մոտարկման, որի անունը մենք դրել ենք համաձայնության մոտարկում, այսինքն կոմպրոմիսներով գալիս ենք մոտարկում ենք, չէ՞։ Եվ սկսում ենք այդ ծրագիրը իրար հետ իրականացնել։ Էսա ճանապարհը համաժողովրդական ռեսուրսը, մեր ժողովրդի ռեսուրսը մի տեղ կենտրոնացնելու, իմունիտետը պետության բարձրացնելու, երկրի ներսում հնարավորինս էս դիրքավորումները, տարբեր սևեր, սպիտակներ, կանաչներ, չգիտեմ ինչ, հնարավորինս դրանք նվազեցնելու եւ բոլորով կենտրոնանալու մեր երկիրը պաշտպանելու։ Տեսեք, մենք փոքր երկիր ենք եւ կարող ենք շատ լավ ապրել։
Մենք փոքր երկիր ենք, կարող ենք հարևանություն մեջ գտնվող բոլոր երկրներից ավելի լավ ապրել։ Բայց դա չի ստացվել այս վերջին 30 տարիներին, որովհետև անդադար եղել ենք ինչ-որ գզվռտոցների մեջ։ Եվ այս իմաստով մենք այդ մերանն ենք, որովհետև մենք կարծում ենք, որ այդ մածունը պետքա մերվի խորհրդարանում, մենք այդ մերան ուժն ենք լինելու, որը թույլ չի տալու նախկին բարքերի թալանի կոռուպցիայի ընտրությունները կեղծելու այդ նախկին բարքերի վերադարձը եւ նաեւ մենք գտնում ենք որ ոչ մի ուժ չպետք է երրորդ ժամկետով երկրի կառավարումը ստանձնի, այսինքն նաեւ գործող ներկայ իշխանությունը չպետք է երրորդ ժամկետով լինի իշխանություն եւ խորհրդարանը կլինի բազմակուսակցական խորհրդարան։ Բայց ունեք այդտեղ կարմիր գծեր, տեսեք, մենք էլի արտաքին քաղաքականության դեռ կվերադառնանք, բայց ձեր գլխավոր թեզերից մեկը ձեր նախընտրական ծրագրի նաեւ դուք էլ նոր ասացիք, որևէ ուժ չպիտի ունենա այսպես կայուն մեծամասնություն, այսինքն հիմա կան կարմիր գծեր, այս ուժի հետ կհամագործակցեն, այս ուժի հետ ոչ մի դեպքում։ Մենք ասել ենք, որ քանի որ տեսեք, մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետի վերարտադրությանը, հետեւաբար իր հետ որևէ համագործակցություն չի կարող լինել, որտեղ իր հետ համագործակցությունը իր երրորդ ժամկետի մասին է, դա բացառում ենք։ Ինչ վերաբերում է խորհրդարան անցնող մյուս ուժերին, քանի որ մեզ պարզ չի ինչ ներկապանակ ենք ունենալու, մենք կարող ենք մի բան ասել, որ նախքին որևէ ղեկավար չպիտի երկրի ղեկավարումը ստանձնի։ Եվ մենք առաջինը ասում ենք, որ բոլորը իրենց էգոիզմը պետք է դնեն մի կողմ։ Մենք որ ասում են, չէ, ես պետք է լինեմ վարչապետ, չէ, ես չէ, ուրեմն ես չէ, ես ասում եմ ես, սա, գիտեք, սա մարդկանց մոտ զզվանք է առաջացնում։ Իսկ դուք հավատում եք, որ իրենք էգոիզմը կդնեն։ Ոչ թե ես հավատում եմ, ես ժողովրդի ուժին եմ հավատում, ես գիտեմ, որ չենք կարող ժողովրդի կամքի հետ հաշվի չնստել։ Մենք պատկերացնենք ձայներ են տարել, չէ, մենք էլ մեր 5-6%-ն ենք տարել եւ կանգնած ենք։ Իրենք ասում են, չէ, մենք պետք ենք, մենք ասում ենք, դե մեր 6%-ը, մեր ձայնը ձեզ չի, մենք չենք համագործակցելու դրացում, ի՞նչ է տեղ ունենալու։ Իրանք պետք է խելոք նստեն հաշվի, որովհետեւ գլխավորը լուծումը ի՞նչն է, որ երրորդ ժամկետը ոչ մի չգնա։ Մենք կարող ենք մի հատ կոմպրոմիսային որևէ մեկին ընդունել որպես աշխատող, Հայաստանի վարչապետը Հայաստանի խորհրդարանի աշխատողն է, խորհրդարանը ժողովրդի աշխատողն է, եւ ինչ անժանակում մենք ունենալու ենք ժողովրդի մոտ աշխատող վարչապետ, որը լավ չի պահի իրան, լավ չի աշխատի, կհեռացնենք, բայց երբ որ մի ուժի ղեկավարը դառնում է վարչապետ, նրան ոչ մի խորհրդարան չի կարող հեռացնել։ Հակակշիռների, փոխհոսումների մեխանիզմները չեն գործում, եւ ստեղ արդեն սկսում է այդ ուժը հանդես գալ դատարանի դերում, ՏՄՊՊ-ի դերում, ԴՀԿ-ի դերում, բանկերի դերում, ինչ ինստիտուտ կա, այդ ուժը ուզուրպացնում վերցնում է իր տակ։ Սա պարզա որ նաեւ գալիս է մեր վատ սահմանադրությունից, այսինքն այն այնպես է նախապես գրված, որ ուժն էլ որ իշխանությունը վերցնի, ինքը դառնում է չարիք։ Մի դրամա է գեզ լագրով հարցել, ասում է, իսկ եթե ընդդիմությունը, ընդդիմադիր մի ուժ դառնա բացարձակ իշխանություն դրան էլ է դեմ, չէ՞ որ մեզ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, ասում եմ հոп։ Դեմ ենք, չենք ուզում, որ ոչ մի ուժ դառնա բացարձակ իշխանություն, որովհետև այդ դևին սպանել դև դառնալու պատմությունն է, այս համակարգը դև է դարձնում։ Եկեք գնանք այս կոմպրոմիսային ճանապարհով, կփոխենք սահմանադրությունը, բալանսավորված բան կլինի արդեն, հանրապետության նախագահ ինստիտուտը նույնպես, եւ կլինեն հակակշիռների մեխանիզմները, ժողովուրդը կտեսնի, որ մեկը չի որոշում բոլորի փոխարեն, եւ հետո ասում կներեք ես չգիտեի։ Այսինքն կլինեն բազմաթիվ ուժեր, բազմաթիվ ուժերի պատասխանատվություն, եթե չէ, sense բան այս մի մարդու շոուն Գիտեք, մենք անդադ մեր երկրում ունենք, չէ՞, քննարկում Պուտինը, Լուկաշենկոն, Սանանը, հիմա երրորդ ժամկետով այս ընտրություններին գնալ է, Լուկաշենկո է, էլի։ Անգելա Մերկելը 5 անգամ եղել է կառավարության։ Անգելա Մերկելը 5 անգամ եղել է Բունդեսթագի մեխանիզմներով խորհրդարանական կառավարման երկրում։ Այս ձևախեղած սահմանադրությամբ մենք խորհրդարանական կառավարում չունենք։ Մենք առաջին անգամ կարող ենք ունենալ, եթե որևէ ուժ կայուն մեծամասնություն չունենա։ Այդ կայուն մեծամասնության դրույթը, որը Իտալիայի նախկին ղեկավար Բենիտո Մուսոլինին է հնարել եւ իտալական սահմանության մեջ մի պահ մտել է, հետո Հրայր Թոմասյանը Սերժ Սարգսյանը այդ բերե մտցել է այս սահմանության մեջ, սա խայտարակություն է, սա թույլ չի տալիս, որ մենք կարողանանք որևէ ձևի, եթե մի ուժ է էլի դառնում իշխանություն, այդ ուժին վերահսկել։ Այս համակարգը 8 տարի է քննարկվում, պետք է փոխվի։ 8 տարի է ես էլ սահմանադրական խորհրդի մեջ կամ չէ։ Հնար չկա, չի լինում։ Հիմա ինչ ենք մենք ասում, մենք ասում ենք ժողովրդի ձեռքում է։ Ժողովուրդը կարող է իր քվեարկությամբ ձայնը մի տեղ չկոնսոլիդացնել, չէ, բաշխել ձայնը։ Խելացի ընտրություն կատարելով մենք այս խնդիրը լուծելու ենք։
Իսկ եթե ժողովուրդը այլ կերպ է որոշում, ինքը որոշում է, որ ինչ որ մեկին պիտի տա բացարձակ մեծամասնություն։ Շատ լավ, գնացինք առաջ։ Նիկոլ Փաշինյանի թերթը դրել է Brave-ի եւ Euronews-ի ինչ որ հարցում, որ իրենք տանում են 65% ձայն։ Դակե գնանք այդ ճանապարհով։ Դա ամենահավանական ճանապարհն է, որտեղ որևէ ընդդիմադիր ուժի 65%-ի բան չկա։ Պատկերացնենք ինքը ստանում է 65%։ Որն է մեր առաջարկը ժողովուրդ։ Ասենք Ժորժ ջան, Նիկոլն ասում է 65% ձայն ունի։ Դուք մեզ ընտրեք, որ հաշվետու դարձնի այդ խորհրդանում որևէ կառավարության, եթե դա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է։ Ինչու, որովհետև այն ուժը, որը որ փորձ ունի հաշվետու դարձնելու, այն ուժը, որի դեմ չեն կարա դնեն, ասեն, դու պնե նախարարես եղես Սևանում դաչա ես սարքել, հալանել եք, լապել եք, էսը կարեն կարե։ Այդ ուժը անխոցելի կարա այդ ոչ դոգի դերը տանի, ոչ դոգը ինչ է այդ բանկա, չէ, բրիտանական ամերիկյան համակարգում է, որ հսկող շունը, չէ, այսինքն ընդդիմության մեխանիզմներն ինչ է, ինքը պետքա հսկի իշխանությանը, որ իշխանությունը սահմանադրությամբ սահմանված իր սահմանները չանցնի։ Հիմա այդ սահմանները վատ են գծված սահմանադրությամբ։ Մենք ինչ ենք ուզում այդ սահմանությունը փոխվի դրա համար։ Դե Սերժ Սարգսյանը գելա իր համար, Նիկոլ Փաշինյանը գելա նստե վրան քշում այդ սահմանությունը։ Հիմա ասում ենք մի րոպե, եթե դու ժողովուրդ ուրիշ ձևի քվեարկես, մենք կունենանք ավելի բալանսավորված եւ ավելի քո մասին մտածող խորհրդարան եւ կառավարություն։ Բայց գնալով ձեր սցենարին, ձեր առաջարկած, ձեր ներկայացած եւ նաեւ այդ սոցհարցումների բան ես էլ եմ ասում, եթե դա իրականանալի սցենար է, եթե հանկարծ Նիկոլը կարա երրորդ ժամկետով ընտրվի, այդ պարագայում առավել եւս մենք պետք է այդ պարլամենտում լինենք, որովհետեւ մեզանից բացի այս 18 ուժերի մեջ ոչ ոք չի կարա այդպես կանգնի իրաց դեմը, ոնց որ մենք կարող կանգնենք։ Դա փորձն է ցույց տվել, դա այս վերջին 5 տարվա պարլամենտն է եկել, դա ապացուցել, մենք ունեցել ենք տարիուկես խմբակցություն, մինչև 21 թվականի խորհրդանի լուծարումը։ Այդ խմբակցությունը տարիուկեսվա մեջ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի բոլոր ընդդիմությանը ընձեռած, չնայած որ փոքր բան է, լիազորությունը, այդ լիազորությունները կիրառել է։ Հիմա ես օրինակով եմ ասում, 5 տարվա մեջ այս Նիկոլի սարքած կեղծ հրեշները, որ ինքը կեղծ հրեշներ է, չէ՞, սարքերներ, երագլուխ կեղծ հրեշ սուտ։ Այս կեղծ հրեշները չեն օգտագործել։ Հիմա հարց հարցում հրեշնով է, ընդդիմության տեսքով հրեշնով է։ Այդ հրեշը դե հրեշ չկա։ Ինքը ուղղակի այդ կեղծ հակադրությունը սարքել այն չի համար, որ տանի բևեռացված քվեարկություն։ Բայց չի, որ ձեր ասած այդ երագլուխները չեն մտել դրա տակ, իրանք էլ են հաճույքով մտել այդ խաղի մեջ։ Տեսեք, իրանք մտել են հաճույքով խաղի մեջ, փոխոսնակ էին ընտրում, բան էին ընտրում, բայց իրենք չեն վերահսկել կառավարությանը։ Չեն կարողացել որևէ ձևի վերահսկել, ինչի, որտեղ խոցել է։ Ես կարծում եմ, որ խորհրդարանում հարց ու պատասխանների տեսքով։ Չէ, դա շոու է, նայեք, կոմպետենտության շատ կարևոր բան կա։ Երբ որ մի ուժ ինքը սովոր է միշտ դինի իշխանություն, բայց մեկ էլ մի օր դառնում անդիմություն, ինքը չի կարողանում լինել լավ անդիմություն։ Ինչի, որտեղ ինքը սովոր է որ լինի իշխանություն։ Այդ 10 տարում հետ չսովորեցին։ Ինքը, չէ, բայց 10 տարում անդիմություն չեն եղել խորհրդարանում։ Անդիմություն են եղել տենց արտախորհրդանական, այսինքն իրենք սովոր չեն լինել ընդդիմադիր եւ սովոր չեն ընդդիմադիրի հայացքով նայել խնդիրներին եւ այդ խնդիրները բարձրացնել լուծելու հանգամանքի մակարդակի եւ այդտեղ ունենում է խեղումը։ Հիմա բարձա ես չեմ պնդում որ անպայմանով ընդդիմությունը միշտ պետք է մնա ընդդիմություն։ Ես ասում եմ մեր փորձը ցույց է տվել որ նախկին իշխանությունը երբ որ դարձել անդիմություն ինքը եղել է վատ ընդդիմություն։ Դա չեմ քննարկում ինչ իշխանություն է եղել, լավ իշխանություն լինել հեղափոխություն չէ լինի, բայց դա նաև վատ ընդդիմություն։ Հիմա ժողովուրդը, եթե ժողովուրդը որոշի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է երրորդ ժամկետով լինի վարչապետ, ինչին ես չեմ հավատում, բայց ձեր սցենարն եմ ասում։ Հիպոթետիկ։ Հա, լավ, հիպոթետիկ է հարցը։ Այդ պարագայում առավել եւս ես, որպես Էդմոն Մարուքյան, ԼՀԿ նախագահ, մեր թիմակիցները մենք բանակում ծառայած ենք, ոչ մի սկանդալի մեջ կոռուպցիոն չենք եղել։ Օրենքներ գրել գիտենք։ Ուզում եմ հերթականություն միջազգային հարթակներում աշխատել գիտենք, տարբեր լեզուներով խոսում ենք, Հարվարդ, Ստենֆորդ համալսարաններ ավարտած ենք։ Այսինքն մենք մարդկանց խումբ ենք, ովքեր իրապես կարան այս մարդկանց հաշվետու դարձնել։ Մենք չենք մտնում, մենք չենք Հայաստանը մտցնում ինչ որ կեղծ հակադրությունների մեջ։ Օպոզիցիայի կեսը Տրամպի դեմ է պայքարում, կեսը Պուտինի, մի մասը Լուկաշենկոյի։ Այս ժողովրդի խնդիրները Լուկաշենկոյի ու Տրամպի հետ կապ չունեն։ Հիմա բանկերն ու ԴՀԿ-ն իրար հետ դաշինք կազմած մարդկանց կեղեքում են։ Մենք այս օրինակը ինչ ենք բերում։ Հունվար ամսին կենտրոնական բանկը 6.7%-ով փողը պետական տվել է առևտրային բանկերին, առևտրային բանկերը վերցրել 24%-ով այս մարդկանց վարկ են տվել։ Մենք ասում ենք ժողովուրդ ջան, ֆրանսիական օրենսդրություն, 10% եթե քեզ շատ է։ Հա,
լավ 16 թող 16-ից 24 մինչև այնտեղ միջնորդավճարներ կա ավելի աճում։ Ասում ենք ժողովուրդ ջան, լավ մի րոպե։ Այս հարցով խորհրդանում մեկը զբաղվել է վերջին 5 տարում։ Ոչ մեկ չի զբաղվել։ Ինչա պետք անել։ Նախագիծը գրած դրած է։ Ֆրանսիական փորձ գոյություն ունի, որ օրենսդիրը, այսինքն խորհրդանը, օրենքով սահմանափակում է շեմը տոկոսի։ Եվ ասում է սրանից բարձր տոկոսով վարկով փող տալը մարդուն դա աշխարհություն է։ Ես բռնելու եմ դատեմ։ Բայց Հայաստանում նման օրենք կա, ուղղակի շեմը շատ բարձր է։ Շեմը այնքան բարձր է, որ ինքը անվերահսկել, այսինքն չկա այդ օրենքը կարելի ասել, էլի։ Հիմա մենք ինչ ասում ենք, այսինքն դուք ուզում եք եվրոպական հարկեր դնեք մարդկանց վրա, եվրոպական վարկեր չտաք մարդկանց, եվրոպական հարկերը ստանաք, մի հատ էլ վաշխառությամբ այդ փողերը գանձեք։ Հիմա մենք ինչ ունենք, գույքարակին եկեք անդրադառնանք։ Գույքարկը եղբայր, գույքարկը այնքան են բարձրացրել վերջին 5 տարվա ընթացքում։ Այդ օրենքի դեմ կռվել ենք պարլամենտում, միակ ֆրակցիան ա եղել 3 ֆրակցիանից, որ դեմ ա քվեարկել։ Բերել են ինչ են ասում, ասում պրոգրեսիվ աճ, ասում լսեք, շուկայական փուչիկ կա, փուչիկ գներով հաշվում եք մարդու տան կադաստրային արժեքը, այնպես փող եք դրևրեն, որ ինքը չի կարողանալու վճարել, որովհետև իրա, ասենք, պապն է այդ տունը ստացել սովետի վաղ, ինքը ժառանգել է, ապրում է Բաղրամյան 1 օրինակ, չէ։ Ասում է չի լինի ախպեր, չի ուզում թող ծախի գնա մասիվ, այ քեզ բան, այսինքն մենք մեր կենտրոնում բնակվող Վանաձորում կլինի դա, Երևանում կլինի, Կապանում կլինի, բնակչությանը զտման են ենթարկում։ Մենք առաջարկում ենք հետեւյալը, որ եթե այսպես կոչված այսօրվա գներով թանկ տունը, այս մարդը վաճառի գնորդի վրա, նոր այդ պահից սկսած գործեն նոր գները, հա, հարկերը։ Այսինքն դու գիտես ինչի տակ ես, հա, դու վճարի։ Հա, բայց այդ մարդը թոշակառու է, պապի տունն է, ասենք, ես եկել ասում են, չէ դու պետք է ջանի, չես ուզում գնա ծախի գնա, բանեմ ապրի։ Դա ոչ մի ձևի չի կարա լինի արդար։ Մենք առաջարկում ենք այդ օրենքը ամբողջությամբ վերանայել եւ ադեկվատացնել մարդկանց եկամուտներին։ Այսինքն դու եվրոպական քառակուսի մետրի գույքարկը դրել ես մարդկանց վրա, տալիս ես հայկական աշխատավարձ ու հայկական թոշակ։ Ոնց ես ուզում որ մարդը կարողանա այս սրատակից դուրս գա։ Եվ մյուսը դահակայի մասով եմ ուզում ասել։ Նայեք, մենք ասում ենք դահակն պետք է լուծարենք, ասում վայ, ես ինչ ծայրահեղ եք։ Դուք հիշեք որ Սաակաշվիլին եկավ իշխանության, իրենց գային ոստիկանությունը բանի, պատրուլ է ասենց ասած, լուծարեց մի օրում հրամանագրով։ Համակարգեր կան, որ այնքան են արատավորված, որ իրան ձև չկա բարեփոխելու, պետք է լուծարես 0-ից ստեղծես։ Ինչա կատարվում։ Այսօր մարդկանց տները եղած է, գույքը, աճուրդի են դնում, խլում են, բանկերի չվճարված վարկերի տոկոսների համար, մարդը ասենք ասում է 2 միլիոն վարկ է վերքալել, 4 միլիոն փակել եմ, դեռ 2 միլիոն պարտք եմ։ Հա չկա աշխարհում էս բան։ Հետո գնում են ասում են ինչ ունես, այ տունդ խլենք քեզանից։ Ոչ դատարական վերահսկողություն կա, ոչ բան կա։ Մենք այս համակարգը քանդելու ենք, դզելու ենք, մենք ուզում ենք մարդկանց մանդատը, որ այս խնդիրները լուծենք։ Մենք չենք մտել այս process-ի մեջ, ասենք աշխարհակաղակական ինչ որ դրոշներով կռիվ տալու համար։ Մենք եկել ենք մեր ժողովրդի շահը պաշտպանելու, մեր ժողովուրդը գիտի որ մենք օրենքներ կարող ենք գրել, հարցեր կարող ենք լուծել, եւ ասում ենք դուր մանդատ, մենք գնանք այս խնդիրները կլուծենք։ Կլինենք ընդդիմության մեջ ընդդիմություն որպես կլուծենք, կլինենք իշխանության մեջ որպես իշխանություն կլուծենք, եթե իշխանությունը փոխվի։ Պարոն Մարուկյան, քանի որ այսպես սոցիալական ուղղությամբ գնացինք, տեսեք, ձեր ծրագրով դուք խոսքանում եք թե արկային բեռի թեթևացում, թե սոցիալական ծախսերի կենսաթոշակների կտրուկ ավելացում, բայց դուք բնականաբար որպես իրավաբան նաև գիտեք, որ բյուջեն դա մաթեմատիկա է։ Հիմա այս մաթեմատիկայի մեջ այսպիսի բան է, երբ այս բեռը թեթևացնում ես, բյուջե մուտքերը նվազում են։ Այո։ Բայց ծախսերը ավելանում են, եթե հաշվի ենք առնում, ինչ եք ուզում դուք անել։ Ինչի հաշվին է այս բացը լրացվել։ Տեսեք, մենք չենք ներկայացրել ոչ մի սպառողական խոստում, թե թոշակներն ինչքան կբարձրացնենք այնն է։ Չէ, ինչքանի մասին։ Հա, մենք ասում ենք հետեւյալը, մենք ասում ենք մենք ուզում ենք եվրոպական կյանքի որակ։ Երբ որ մենք եվրոպական արդար հարկային համակարգներ դնենք Հայաստանում, եվրոպական աշխատավարձ տանք մարդկանց, դրանից բխողել կլինեն եվրոպական մուտքեր։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ մարդկանց ասում ենք եվրոպական հարկ վճարի, կարմիր գծերի տուգանք, չգիտեմ ինչի տուգանք, ես իմ գույքը հարկ ես են, բայց քեզ տալիս եմ ես հայկական աշխատավարձ, գնա ոնց ուզում ես ապրի։ Մեր ասածը սա է, որ այս դիսբալանսը պետք է ուղղվի, որովհետև երկրում բևեռացում է տեղի ունեցել։ Հարուստները սկսել են ավելի լավ ապրել, ավելի հարստանալ, աղքատներն ավելի աղքատանալ։ Եվ կյանքի որակը չի լավանում։ Հիմա մեր թիվ 1 քաղաքահայության Երևանն է, ճիշտ է։ Երևան քաղաքում եթե օդի աղտոտվածությունը բոլոր միջազգային չափանիշներին անցնում է։ Այսինքն տուրիստները գալիս են բանով, դիմակով են ման գալիս այդտեղ։ Մենք ինչ կյանքի որակից ենք խոսում։
Ինչի մասին ենք խոսում։ Եթե մենք ունենք ավտոբուսներ Երևանում գնացող, որի ձայնը այնքան հզոր է, որ Երևան, որ եվրոպական որևէ քաղաքում մի հատ տենց ավտոբուս որևէ փողոցով անցնի, չգիտեմ ինչ ասեմ, ոչ թե քաղաքապետը հրաժարական կտա, բանը վարչապետն ու պրեզիդենտը հետ հրաժարական կտան։ Դուք այդ ավտոբուսների ձայնը լսել եք։ Դա գիտեք ինչ է, դա Երևանում հիմա ապրող մարդը ամենաստրեսային, ամենավատ օդաշնչող, ամենավատ կյանքի որակ ունեցող մարդն է։ Տպավորություն կա, թե օրինակ մարդը, որ օրինակ չգիտեմ, ապրում է Գորիս համայնքում, չէ՞, խոշորացված հիմա բանը։ Այնտեղի օդը ճիշտ է մաքուր է, բայց կյանքի որակը։ Ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում, հիմա ես վստահ եմ, հուսով եմ լսում են մեզ նաև այլ մարզերում։ Այս կենտրոնացում է։ Ժամանակին մենք պարլամենտում կարգախոս ենք դրել շրջանառության մեջ, որն է այն։ Մարզերն են Հայաստան։ Սա կարգախոսներ մեր։ Մարզերն են Հայաստան։ Ինչի մասին է, որ ժողովուրդ ջան, մենակ Երևանը չի Հայաստանը։ Այս ժողովուրդը բանա, այսինքն մեկ ազգային անվտանգության խնդիր է մեր համար, որ համաչափ տարածքային զարգացում լինի եւ մեր բոլոր սահմանամերձ շրջաններում կրկնակի երակի ավել մարդ ապրի, քան որ ապրում է։ Ես գնացել եմ գյուղեր, մարդիկ ասում են, հա, Մարուքյան ջան, ասֆալտ են արել, բորդուրը փոխել են, դպրոցեն սարքել, բայց գյուղի բնակչությունն նվազում է։ Դասին ինչ տպավորությունն է, որ գյուղը ցեխից հանել ենք, բայց ասենք գյուղը մարդ չի մնում։ Այսինքն այդ ասում եմ ցեխի վաղտ ավելի շատ մարդ կար, քան այսօր ասֆալտ է։ Սա ռազմավարական ազգային անվտանգության խնդիր է։ Ես ձեզ ասացի, մենք վարելու ենք համաչափ տարածքային քաղաքականություն, օրինակ ձեզ մի օրինակով բերեմ։ Այս կառավարությունն ասում է ակադեմիական քաղաք եմ կառուցում, բոլոր բուհերը Երևանից հանում եմ դանում եմ այնտեղ, չէ՞։ Գնացել ենք ակադեմիական քաղաքից, մենք բրիֆինգ ենք արել, ցույց ենք տվել այդ անապատը, այսպես ասած, եւ այդտեղ աղբանոց էր այս պայն ամեն դեպքում։ Հիմա մենք ասում ենք ժողովուրդ ջան, եթե այստեղ որևէ բան պետք է անել, ինձ Երևանից տենց շատ հեռու չի, չէ՞, իբր թե։ Այստեղ կարելի է անել հետեւյալ բանը։ Պետք է Երևանի կենտրոնի հատվածը, որտեղ բուհերն են, որպես ամբողջ եվրոպական քաղաքակրթությունը նման ձևով է զարգացել։ Բուհեր, երիտասարդություն, երիտասարդ ընտանիքներ են տարածքում, որտեղ քիչ մեքենաներ պետք է լինեն։ Այդ մեքենաները, այդ բեռը պետք է դատարկվի, դուրս գա, եւ այդ բեռի դատարկումը լինելու է պետական սեկտորի դուրս բերումով։ Հիմա նայեք, Հայաստանում բուհերը մնում են տեղում, կառավարությունը գնում է այնտեղ։ Ապրեք դուք, դուք ուրեմն նայեք մեր էթերը։ Տեսեք, մենք ինչ ենք ասում։ Թիվ 1 գործատուն երկրում կառավարությունն է։ Ամենաշատ աշխատող Հայաստանում ունի կառավարությունը, պետությունը։ Հիմա պետական աշխատողները կենտրոնացած են Երևանի կենտրոնում։ Եվ մենք է կառավարություն եկել ասում, մենք գիտեք ինչ եք մտածել, ուզում ենք այս երիտասարդներին, այսով որ պետքա սերունդ տա, այսով որ պետքա կիրթ լինի, մեր ապագան լինի, մեր ներկան լինի որպես երիտասարդ, իրանց հանը մենք տանենք մի հատ գեղտեղ, մի հատ բան, անապատ, դուք գնացեք այդ անապատում իրար հետ մնացեք, մենք ստեղ կենտրոնում մեր падավատներով բանով պատտվենք, չէ։ Մենք այդ ծրագիրը չեղարկելու ենք եւ պետական կառավարական հիմնարկները գնալու են այդ տարածք։ Օրինակ, ժամանակին նաև սահմանադրական դատարանը Բարեմյան փողոցի վրա է։ 1000 անգամ ասենք պետք է տեղափոխել Վանաձոր կամ Գյումրի կնայենք։ Բացարձակապես կարիք չկա։ Վերջին հաշվով հարևան Վրաստանի փորձ ունենք։ Սահմանադրական դատարանը Թիֆլիսից տեղափոխել են Բաթում։ Բաթում քաղաքում սիրուն շատ գեղեցիկ շենք է, քանի անգամ եղել եմ այնտեղ նաև աշխատանքի բերումով։ Ուզում եմ ասեմ, այս իմաստով մենք ունենք մոտեցումներ, որոնք բալանսի են բերելու, մարդկանց կյանքը նորմալացնելու են։ Այս ցնցումներից մարդիկ հոգնել են, մարդիկ ուզում են նորմալ հանգիստ կյանք, հանդարտ, զզվում են այս ցնցումներից, այս գզվրտոցներից, այս հայախառն, այս իրար վանդակ գցելուց, այս իրանց առյուծներից, իրանց ворցերից մարդիկ հոգնել են։ Չի կարելի, այս վերջին հաշվով մեր բնակչության 80%-ը, եթե հիմա նայենք, բարձրագույն կրթություն ունի։ Մենք նայում ենք մեր քննարկումներին, արդյոք սա բարձրագույն կրթության ունեցող, նման բարձրագույն կրթություն ցենզ ունեցող ժողովրդի համար տրվող ուղերձներ են։ Այս ինչ է կանում այս ժողովրդի հետ։ Այս ժողովրդին ինչ ուղերձներ է։ 1.5 ժամից դուք արդեն մեծ քննարկման եք, այնպես որ կհետևենք ինչպես կհաջողվի ձեզ։ Հա, ես ամեն ինչ կանեմ, որ մնամ դասական քաղաքական հռետորաբանության համատեքստում, բայց ես ուզում եմ ասեմ, որ վերջին հաշվով մեր բոլորի համար պետք է լինի թիվ 1 պրիորիտետ՝ մարդը, քաղաքացին։ Մենք տեսնում ենք, որ երբ որ տուգանքը պետական բյուջեի պլանավորում է, ես պլանավորում են տարեկան քանի միլիարդ տուգան են մարդկանց։ Այդպես բան ո՞նց կլինի։ Արտադրության նախարարն ասում է, ինչ է կանում, ասում է, մենք բան չի, վե բաներ է խոսում։
Ասեմ հենց մի մարդը 5000 դրամ տուգանքի համար հաշիվների արկելանքա դրած, իրան առաջարկում է գա կես ժամ ստեղ հերթ կայնի, մի ժամ ընդեր գնա դիմում գրի, 2 ժամ ընդեր գնա, 3 հատ փաստաբան վարձի։ Այսինքն դուք մարդու հաշիվ արկելանք դրելուց էլեկտրոնային, sense մի հատ կոճակով անում եք, բայց հետո այդ մարդուն քարշ եք տալի ամբողջ պետական համակարգում։ Վերջին հաշով ասում եմ, տիկին նախարար, մարդն է պետության համար, թե պետությունը մարդու։ Մեր սկզբունքը հետևյալն է. քաղաքացին, մարդը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք է, այնպես ինչպես որ պետք է լինի մեր համայնությամբ։ Եվ մենք ասում ենք պետությունն է մարդու համար, ոչ թե մարդը պետության համար։ Հերիքու բոլ եղավ, այսինքն այս ինչ որ այս կեղեքիչ համակարգները դրել եք, եւ սա ինչ է անում, սա բերեմանա որ մարդը վատ ապրի։ Ինչի մարդը վատ ապրի, ինչի է իշխանությունը շահագրի որ մարդը վատ ապրի։ Առաջին հասկից տպարություն կա որ իշխանությունը պետք է ամեն ինչ անի որ մարդը լավ ապրի, չէ՞, ես ասեմ որ ոչ։ Իշխանությունն ամեն ինչ անում որ մարդիկ լավ չապրեն, վախենան իրանից, վախենան գաղտնալացվի, ամեն ինչից վախենան, մի հատ այդ վատ ապրեն, որ ընտրությունից ընտրություն ասեն ասֆալտ են կարել ձեր մար եկեք մեզ ընտրեք։ Լավ ապրող մարդը չի կարա ասֆալտով գնա մեկին ընտրի, խի, որովհետև լավ ապրող մարդը ինքը կարողանում է նայել, կշռադատել, հաշվի առնել, քննարկել, չվախենալ, վախերի չտրվել, ռացիոնալ լինել, հա, իրացիոնալ բաների հետևից չընկնել։ Մեր ամեն բոլոր քննարկումները իմ որ տեսնում ենք իրացիոնալ է, իրացիոնալ, այսինքն ակնհայտ է չէ որ աշխարհում չկա օրինակ, դա էլ մեր քարոզարշավից եմ էլ ասում, մոդուլային ատոմակայան գոյություն չունի։ Հիմա կանեն ասում մենք ռազմավարական որոշում ենք ընդունել, որ մեր ատոմակայանը պետք է լինի մոդուլային։ Ասում ժողովուրդ սա նրա մասին է, որ եղած ատոմակայանը փակելու են այս մարդիկ։ Չկա մոդուլային ատոմակայան, ինչ եք ուզում զորով, հա։ Չէ, դե եղած ատոմակայանն այսպես թե այնպես 36 թվականին պետք է փակվի։ Դա նույնն է, որ ես ասեմ, ես ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես պետք է ապրեմ 150 տարի։ Չի լինում ապրել, եղբայր, մի ասենք, այդպես 70-80 մաքսիմում, ասենք, թող լինի 90, էլի 150 տարի ոչ մեկ չի ապրում, ես ռազմավարական որոշում եմ։ Մի բան որ չկա, դրա վերաբերյալ ռազմավարական որոշում, ոնց էս կայացնում։ Այսինքն մեր իշխանությունը ինչը, մեր իշխանությունը ժողովրդին խոստումներ է տալի, որը չի կարա լինի, իրանից կախված չի։ Նայեք, աշխարհի տեխնոլոգիաները կարող է մի 80 տարի հետո նենց զարգանան, որ լինի մոդուլային, կարող է լինի։ Այս պահին, այս կառավարությունը, այս իր ժամկետներով, անգամ եթե ինքը վելի վեր ընտրվել, չէ, չկա տենց բան։ Հիմա դու դա որ ինչ ես մարդկանց խոստանում, որ ինչ եք էտի ասում, էլի, ասենք ասում եք որ ինչ անենք, ինչի մասին է։ Դա թող անունը չլինի մոդուլային, ուրիշ լինի։ Եղբայր, հիմա եղած ատոմակայան կա, պետք է նոր էներգաբլոկ կառուցել, ունենալ ատոմակայան։ Մենք ասում ենք մենք Հայաստանի Հանրապետությունը տարբերվում է Վրաստանից, Ադրբեջանից, դրանով որ ունի ատոմակայան։ Եվ մեր տարածաշրջանի երկրները բանով են, թարախով են նայել այսքան տարի, որ այս երկիրը ատոմակայուն չունենա, պետք է չունենա։ Եվ իմ այդ լոբինգը շարունակվում է, որ մենք ատոմակայան չունենանք։ Մելուսավոր Հայաստանը ոչ թե գնացել անգել ասում է, ձեր նպաստն այսքան է, մենք մի քիչ կբարձրացնենք, մեր համար կարևորը մեր պետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, անկախությունը պաշտպանելն է։ Եվ ատոմակային ձորից խոսում եմ, իզուր չեմ խոսում, դա մեր էներգետիկ անվտանգության մասին է։ Խոսքը գնում է մեր էներգետիկ անվտանգության, անկախության մասին։ Ես չեմ ուզում մեզ նստացնեն թմրամոլի պես թուրքական էներգետիկայի ասեղի վրա։ Ես ասում եմ ժողովուրդ ջան, մենք հստակ ունենք, այսինքն խորհրդային միությունը ժառանգել ենք, մեր պապերը կառուցել են ատոմակայանը, որ մենք ոնիշ պետք է թուրքերի, Ադրբեջանի, ես իմ պահանջով մենք մեր ատոմակայանը փակենք։ Ինչի համար։ Ինչի համար։ Թուրքիայում հենա Ռուսաստանը 2 հատ ատոմակայան է կառուցում։ Վատ բանա թող իրանք չկառուցեն, չեն ուզում որ մենք փակենք։ Այդ ֆինալության ծերը չի երևում։ Ինչ է։ Ծերը չի երևում դեռ։ Թող մեր մոտ սկսեն կառուցել ծերը չերևա, բայց կիմանան որ թորներս ատոմակայանով երկրում են ապրելու։ Հասկանում եք, մենք ռազմավարական ստրատեգիական երկարատև պլանավորման, որոշումների կայացման հարց ունենք։ Ոչ թե բաներ, պատրանքներ մարդկանց վրա վաճառելու, ռեալ բաներ, որ կա, լինող է, լինում է, հողի վրա, գետնի վրա, կարա լինի, հեսա քննարկումը։ Սրա մասին է։ Իմիջիայլս քանի այսպես շատ չենք մոտեցել ավարտին, մի հարց տամ, որ ասեք թարախով նայում են, չեմ կարող։ Ինչպես եք դուք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, ասեմ, չգիտեմ։ Ասեմ, մենք միակ ուժն ենք, որը գտնում է, որ այս նախաստորագրված Ալիևի այս տեքստը չպետք է ստորագրվի, այն պետք է տարվի փոփոխությունների եւ այդ փոփոխությունները հոդվածներ կան, որոնք որ պետք է հանվեն այդտեղից եւ առանց քարտեզի Հայաստանի Հանրապետությունը ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրի Ադրբեջանի հետ, ինչը որ արել են։ Մենք գտնում ենք, որ այդ նախաստորագրողներին պետք է դատել եւ այդ հանցագործություն է եւ նաեւ որ ես տեսնում եմ որ ընդդիմադիր ուժերն ասում որ մենք ենք ստորագրելու, պետք է իրանց հետ դատել ուրեմն։ Եվ քանի որ մենք ունենք մոտավորապես 1 րոպեի չափ ժամանակ, ինչու ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կիրակի օրը պիտի գնամ ընտրատեղամաս եւ ձայնս տամ Լուսավոր Հայաստան կուսակցության։ Ուրեմն ես շատ արագ փորձեմ ձևակերպել։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը այս 18 ուժերի մեջ ամենափորձառու ուժն է,
ամենաերկար ճանապարհ անցած ուժն է եւ այն դաշինք չի, այն ինչ որ թղթեր չի առե մեկից այդ թղթերը Սարգսյանը դրելու Սաղ Հայաստան։ Մի ուժ է, որը պարլամենտական փորձ ունի, ընդդիմադիր մեծ փորձ ունի, արտաքին հարաբերություններում դիվանագիտության մեջ խորհրդարանական եւ նաեւ արտաքին ԱԳՆ-ի մասով էլի փորձ ունի։ Մենք միակ ուժն ենք, որ գիտենք բանակցային գործընթացը որտեղ է կանգնած, ինչ ա եղել եւ մենք գիտենք ոնց շտկել այդ հարցերը։ Ժողովրդին կոչ ենք անում քվեարկել մեր օգտին, որ կամ լինի կոմպրոմիսային կառավարություն, կամ լինի գոնե այնպիսի խորհրդարան, որտեղ Լուսավոր Հայաստանը հաշվետու կդարձնի որևէ կառավարություն։ Եթե անգամ դա Նիկոլ Փաշինյանին է։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Հիշեցնեմ այսօր պաշտոնական քարոզարշավի շրջանակում իմ վերջին հյուրն էր ցիկլի իմաստով եմ ասում, վերջին հյուրն էր Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար վարչապետի տեխնացու Էդմոն Մարուկյանը, ես Լևոն Սարլերանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։